Հոկտեմբերի 11-ին Երևանի բնակիչ մի կին ոստիկանության բաժին էր դիմել ահազանգով, որ 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Ահազանգից հետո համայնքային ոստիկանները գտել են երեխային։ Նա ոստիկաններին հայտնել է, որ դուրս է եկել տնից, շրջել Երևանի տարբեր փողոցներում, գիշերել դրսում, իսկ տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության։ Տղան ենթարկվել է ընտանեկան բռնության։ 12-ամյա տղայի դեպքը միակը չէ։ 2024-ին երեխաների նկատմամբ բռնության դեպքով 1476 քրեական վարույթ կա։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 1011 դեպք։ Սրանք միայն այն դեպքերն են, որոնք բարձրաձայնվել են։ Երբ որ հարցում էին արել ծնողներին, արդյոք երեխաներին ենթարկում են բռնության, ուրեմն 70% ասել էր, որ այո, բռնություն որպես այդպիսին կիրառում է, բայց շատ հետաքրքիր էր, որ ընդամենը 4%-ն էր ասել, որ ես դա համարում եմ դաստիարակության ճիշտ մեթոդ։ Համակարգի արդյունավետությունը ավանդաբար եղել է շատ ցածր։ Ինչու է այդ արդյունավետությունը եղել ցածր, շատ օբյեկտիվ պատճառով, որովհետև 1. Հստակ դերաբաժանում մակարդակների միջև չկա, հստակ չեն ուղղորդման ընթացակարգերը, հստակ չեն հաղորդման ընթացակարգերը, օրենսդրական հստակություն է դրանց պակասում։ Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքների փաթեթը։ Նախկին երեխայի իրավունքների մասին օրենքը ընդունվել էր 1996-ին։ Այն մասնագետների պնդմամբ ուներ մի շարք բացեր։ Նոր ընդունվող օրենքը լինելու է առաջին քայլը երեխաներին բռնությունից պաշտպանելու համար, ինչու որովհետեւ այնտեղ նախատեսված են լիազորող նորմեր, մասնավորապես նոր լիազորող նորմ է լինելու, որ ընդունվելու է կառավարության որոշում երեխաներին ուղղորդման վերաբերյալ, փոխվելու են դերակատարների գործառույթները եւ այդ գործառույթների շրջանակներում սկսված համայնքի սոցաշխատողից միջև տարբեր գերատեսչություններում արկա բոլոր մասնագետները կունենան պարտականություններ երեխաներին պաշտպանելու։ Ընտանիք, իսկ ինչպես է վարվում դպրոցը երեխայի նկատմամբ բռնության հետ։ Արդյոք ուսումնական հաստատություններում ճանաչում են բռնության տեսակները եւ արդյոք բռնության ենթարկված երեխաներին կարողանում են տարբերել ու հայտնաբերել։ Մարզերում, հատկապես փոքր գյուղական համայնքներում այս խնդիրը առավել ակնհայտ է։ Եթե անգամ նկատում են բռնության ենթարկված երեխային, շատ հաճախ չեն դիմում համապատասխան մարմիններին, որովհետև բռնարարը կամ հարևանն է լինում, կամ ծանոթը, կամ բարեկամը։ Այս մշակույթն է գործում շատ հաճախ։ Իսկ ինչպես կարող է երեխան տեղեկանալ բռնության դեպքում իր անելիքների մասին։ Նույն դպրոցների հոգեբաններին վերապատրաստման շրջանակներում տրվել է նաև ընտանեկան դպրոցության ռիսկայնության գնահատման գործիքակազմ, ինչը շատ կարևոր է, թե օրինակ նույն հոգեբանը իմանա, թե ինքը օրինակ ինչ հարցադրումներ կարող է տալ, ոնց կարող է մոտենալ երեխային, ինչպես կարող է խոսակցությունը սկսել եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև նույն սոցիալական ծառայություններն իրականացնող դերակատարների դերը, ինչ արձագանք են իրենք ունենում, արդյոք իրենք ընտանիքների հետ պատշաճ աշխատանքներն իրականացնում են։ Երբ 2017-ին քննչական կոմիտեն սկսեց վարել համապատասխան վիճակագրությունը, 265 քրեական վարույթ էր նախաձեռնված երեխաների նկատմամբ կատարած բռնությունների դեպքով։ 2025-ի առաջին կիսամյակում այդ թիվը 1011-ն է։ Արդյոք դեպքերն աճել են։ Այն, որ մենք ունենք վիճակագրության կտրուկ աճ, պայմանավորված է մի քանի գործոններով։ Առաջինը դա օրենսդրության փոփոխությունն է եւ այն, որ ներկայությամբ ցանկացած բռնության դեպքով նախաձեռնվում է վարույթ։ Երկրորդը ավելացել է ինքնին բռնության դեպքերը երեխաների նկատմամբ, որովհետեւ մենք ունենք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճ, այսինքն երբ որ երեխաների նկատմամբ կիրառվում է ծանր մանրական վնասվածքի պատճառում։ Որտեղ կարող է դիմել ընտանիքում բռնության ենթարկված երեխան։ Եվ դիմելուց հետո ինչպես է որոշվում նրա ճակատագիրը, ով է դառնում երեխայի խնամակալը եւ որ դեպքում է վերադարձվում ընտանիք։ Երեխան, որը ենթարկվել է բռնության, կարող է դիմել ոստիկանություն, մարդու իրավունքների պաշտպանին կամ դպրոցից օգնություն խնդրել։
Եթե երեխային հնարավոր չի լինելու վերադարձնել, բայց դա երկարատև աշխատանք իհարկե պահանջում։ Այդ դեպքում նաև մենք առաջարկում ենք, այսինքն պետությունը ունի խնամատարության ինստիտուտը, եթե լսել եք, չգիտեմ, որտեղ երեխաները տեղավորվում են խնամատար ընտանիքներ, այն դեպքերում, երբ որ երեխայի կյանքը եւ առողջությունը ընտանիքում վտանգված է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի համակարգող Վիկտորիա Օհանյանի խոսքով հաճախ ծնողները դիմում են բռնության, որովհետև չունեն ծնողավորման հմտություններ եւ ծնողներին տալով այդ հմտությունները էապես կարող են կրճատել բռնության դեպքերը։ Մասնագետը նշում է, որ չկա հստակ փաստ, որ բռնությունը կատարվում է միայն սոցիալապես անապահով ընտանիքներում, ապահովված ընտանիքներում եւս կատարվում է բռնություն, իսկ ինչ ազդեցություն է ունենում ընտանեկան բռնությունը երեխայի հոգեբանական եւ սոցիալական զարգացման վրա։ Կա հստակ կորելացիա եւ սա 30 եւ ավելի տարի տևած հետազոտություն է, ինչքան ավելի շատ մանկության բացասական փորձառություն, այնքան ավելի մեծ հավանականություն, որ մեծ տարիքում ուշադրություն, մեծը արդեն ոչ թե երեխան, կունենա, ենթադրենք 40%-ով ավելի մեծ հավանականություն սուիցիդալ վարքի, 2 անգամ ավելի մեծ հավանականություն սրտանոթային հիվանդությունների։ Այսինքն մենք ունենք եւ հոգեկան առողջության խնդիրների շարան որպես հավանականություն, հա, եւ ֆիզիկական առողջության խնդիրներ։ Նոր օրենքի ընդունումը մասնագետների խոսքով էական եւ կարեւոր քայլ է երեխաների նկատմամբ բռնությունը կանխելու, արագ հայտնաբերելու համար։ Սակայն միայն օրենքի ընդունմամբ հարցը չի կարող լուծվել։ Անհրաժեշտ է լինելու պատրաստել սոցիալական ոլորտի մեծ անձնակազմ եւ խրախուսել համայնքներում նրանց աշխատանքը, ինչը փոքր համայնքների համար խնդրահարույց է։